Արհեստական բանականությունը ուշ թե շուտ դառնալու է հարկման օբյեկտ։ Հենց լավ բան տեսնում եք։ Մի անգամից որոշում եք հարկել։ Հանգիստ թողեք արհեստական բանականությունը։ Ընդհանրապես աշխարհում Հայաստանում դա դեռ տեն շատ չենք զգում, սուվերենիտետը ուղիղ կապում են հարկ հավաքելու հնարավորության հետ։ Արդյունքը այն է, որ մենք վճարում ենք մեր հարկերը, իսկ այտենց հսկայական բազմաթիվ պետությունների բյուջեից մեծ շահույթ ունեցող կամպանիաները երբեմն ամբողջ աշխարհում 1% շահութահարկ են, 1%-ից էլ ցածր է լինում շահութահարկ են վճարում։ Դա կարող է պատերազմների միջոցով էլ լինի, հա, ռեսուրսների վրա այդ վերահսկողությունը։ Լավ խորհուրդ մեր եթերում։ Փորձեք։ Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր խոսելու ենք հարկերի մասին եւ արհեստական բանականության մասին, ինչպես է մեկը ազդում մյուսի վրա եւ հակառակը։ Մեր հյուրն է հարկային խորհրդատու Բեռլինի Կիրառական համալսարանի դոկտոր պրոֆեսոր Սաթենիկ Մելքոնյանը։ Ողջույն Սաթենիկ։ Ողջույն Լիաննա։ Շատ շնորհակալություն, որ ընդունեցիր մեր հրավերը։ Ես եմ շատ շնորհակալ։ Սաթենիկ, նախորդ մեր հանդիպման ժամանակ խոսեցինք առհասարակ հարկերի կարևորության մասին, իդեպ հետաքրքիր է կարող է դիտել մեր այդ հաղորդումը, ես կտեղադրեմ նաև հղումը նախորդ հաղորդման։ Այսօր ուզում եմ մի քիչ ավելի զրուցենք նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին, ոչ միայն հարկային քաղաքականության, այլ առհասարակ պետության, որովհետև մենք հասկանում ենք, որ չկա պետություն առանց հարկահավաքչության։ Եթե դու ունես պետություն, ուրեմն կա ինչ-որ մեկը, որ քաղաքացիներից հարկ է հավաքում, այլ տարբերակ չկա, անգամ եթե մենք խոսում ենք, չգիտեմ, հին պետությունների մասին, այսօր շատ է խոսվում, որ արհեստական բանականությունը զարգանալու է եւ ինչ-որ պահի կարող է մեր աշխատանքը իր վրա վերցնել եւ խոսում ենք աշխատաշուկայում ճգնաժամի մասին, ինչ ճգնաժամներ են սպասվում հարկային ոլորտում, մասնագետները ինչ կանխատեսումներ են անում, այսպեսի հարկային ֆուտուրոլոգիայով զբաղվենք։ Իրականում հարկային քաղաքականության անցյալը իմանալով ֆուտուրոլոգիան բավականին կանխատեսելի է թվում, եթե մենք չենք գնում ինչ-որ տոտալ կոլապսի աշխարհը չի վերանալու, հա, ինչ-որ երևի դա ֆիզիկների հետ է պետք է քննարկել, եթե մենք շարունակելու ենք որպես քաղաքակրթություն գոյություն ունենալ, հարկերի մասով բավականին կանխատեսելի է ինչեր են մեզ սպասվում, բայց մի հատ եւի նախ սցենարներից խոսանք, հա, կան մասնագետներ, որ տենց ասում են մեզ դրախտ է սպասվում, ոչ մեկս չենք աշխատելու ու ԱԲ-ն մեզ պահելու է, չէ, ինչ որ sense խիստ տենց ազատ տնտեսության կողմնակիցները, չգիտեմ, Ալթմանը, Դիամանտիսը, գուցե ինձ թվում է դու իրանց նայում լսում ես։ Այդ ճիշտն ասած այդ դրախտը հեքիաթները մի քիչ այլ պալատից է, մեր պալատում, գիտության պալատում այդ մոդելներին չենք հավատում ինչ իմաստով պատմությունը ցույց է տալիս, որ էգոիզմը միշտ հաղթում է ալտրուիզմին, ցավոք սրտի։ Այդ իմաստով դա մի քիչ այլ բնագավառից է ինձ համար ու կա եւ ուտոպիաները միշտ անտիուտոպիաների հետ միասին են։ Այո։ Դրախտը եթե թողնենք, մյուս ծայրահեղությունն էլ դժոխքից է խոսում, դիստոպիայից է խոսում, ու խոսում են նրանից, որ կատաստրոֆաներ են մեզ սպասում, դու ինձ թվում ավելի շատ ես իրանց լսում։ Մատրիցային արհեստական բանականությունը բոլորիս կկառավարի, մնալու ենք արհեստական բանականության տված մի կտոր հացի հույսին եւ այլն եւ այլն։ Այդ երկու մոդելը կա, դրախտի ու դժոխքի, հա։ Իրականությունը համենայն դեպս հարկերի տեսանկյունից այնպիսին է, որ դրախտի սցենարը մեզ չի սպառնում։ Դժոխքի սցենարը դրանց լուրջ է պետք վերաբերվել, բայց ինքը բավականին կառավարելի է, չի նշանակում, որ դժվար չի լինելու, չի նշանակում, որ կարող է պատերազմներ նույնիսկ չլինեն,
բայց այդ սցենարի հետ է պետք աշխատել, այսինքն պետք է պատրաստվել շատ տեկտոնիկ փոփոխությունների, ուղղակի այդ սցենարի այդ տենց դժոխային ներկայացնողները երբեք չեն խոսում նրա մասին, որ պետություններն էլ, հարկային համակարգերն էլ եւ ընդհանրապես հասարակություններն էլ, քաղաքակրթություններն էլ դրանց հարմարվելու ունակություն ունեն, այսինքն նոր իրականությունը նորից կառավարելու ունակություն ունեն, որովհետև ընդհանուր ամբողջ մենեջմենտը պատմության ընթացքում կլինի դա հարկային թե պետական այլ համակարգերի, ինքը միշտ քաոսն է փորձում կառավարի, հա, ինքը դրախտի սցենարից չի ելել երբեք։ Մենք միշտ փորձում ենք վատ անկառավարելի վիճակը բերել ինչ որ ավելի կառավարելի վիճակի, ու նույն բանը անելու ենք ապագայում, գուցե որոշ բնակավարներում ավելի սրված, որոշներում ավելի թեթև, բայց գործելավոճը նույնն է լինելու, այդ իսկ պատճառով հարկերի բնակավարում բավականին հանգիստ է դեռ իրավիճակը, որովհետև բավականին կանխատեսելի է, թե մեզ ինչ մարտեր են սպասվում։ Իսկ ինչ կանխատեսումներ կան։ Դե կանխատեսումը հասկանալու համար պետք է նայել ինչա կատարվում ընդհանրապես, ոնց է աշխատում միջազգային հարկային իրավունքը, հա։ Եթե կարճ, եթե ինչ-որ մեկը ստեղից հետո չի ուզում լսի հաղորդումը, եթե կարճ կանխատեսում է նա, որ որոշ ժամանակ անց պետությունները միշտ մի քիչ դանդաղ են ռեակցիա տալիս, հատկապես ժողովրդավար պետությունները, ինչպիսիք են մեծամասամբ այսօրվա պետությունները, իրանք մի քիչ ուշ են ռեակցիա տալիս, բայց ռեակցիա լինելու է ու հարկման օբյեկտը, այսպես ասած, տեղափոխվելու է մասամբ դեպի արհեստական բանականություն։ Այսինքն արհեստական բանականությունը ուշ թե շուտ դառնալու է հարկման օբյեկտ։ Սա արդեն իսկ սկսված process է, 8 տարի է, արդեն իսկ միջազգային հարկային քաղաքականությունը զբաղվում է դրանով, ուղղակի զբաղվում է թվային տնտեսության շրջանակներում, այսինքն Amazon, Google, թվային գիգանտների, հա, բայց ԱԲ-ն ինքը հարկային քաղաքականության տեսանկյունից շատ չի տարբերվում էլի այդ տենդենսներից, որոնք իրանց հետ բերում են այդ գիգանտ թվային տնտեսության կոնցեռները, multinationals իրանց այդպես են կոչվում։ Ես ճշտող հարց։ Ինչ ասել է արհեստական բանականությունը դառնալու է հարկման օբյեկտ։ Կարող եմ պատկերացնել, որ չգիտեմ, եթե ես ծառայությունից եմ օգտվում, ընկերությունը, որը ինձ վաճառում է արհեստական բանականության ծառայություն, հա, այս շղթայի մեջ կարող եմ պատկերացնել հարկելը, հա, չգիտեմ, ընկերությունից եւ կամ ինձնից, իսկ դու ինչի նկատի ունես, ճիշտ ուղղությամբ եմ արդյոք մտածում։ Այն ինչ դու նկարագրեցիր մոտավորապես ավելացված արժեքի ուղղությամբ, ավելացված արժեքի հարկի ուղղությամբ հականում, դա հիմա էլ է տեղի ունենում, երբ որ մենք օրինակ գնում ենք, չգիտեմ, ChatGPT տարեկան բաժանորդագրություն, դա ծառայություն է, դա ոչինչով չի տարբերվում on-line այլ որևէ ծառայություն, այո։ Այդ հիմա էլ կա, հարցը ստեղ շահույթի հարկումն է, այսինքն այն շահույթը, որը առաջանում է ԱԲ մոդելների բիզնեսից, այսինքն բիզնեսներից, որոնք զբաղվում են ԱԲ մոդելներով։ Իրանց հարկումը առանձին կոմպոնենտ է դառնալու ապագայում։ Օրինակ, բերեմ թվային տնտեսության օրինակը, հա, որ էլի շատ դժվար է պատկերացնել։ Մի քանի երկիր ներմուծեցին թվային տնտեսության շրջանառության հարկ։ Առաջինը Ֆրանսիան էր, հետո Հնդկաստանը։ Ֆրանսիան երբ որ ներմուծեց 6% շրջանառության հարկ, Տրամպն էր այն ժամանակ էլ առաջին Տրամպն էր։ Ասեց ես էլ ձեր գինին կհարկեմ։ Ես sense տենց ֆրանսիական գինին չէի սիրում, մերոնց չէ, ճիշտ է, գինին ընդհանրապես չեմ սիրում, բայց ամերիկյանները ավելի լավն են։ Հետո Հնդկաստանը մտցրեց ու դա շատ արդեն ցավոտ էր, որովհետև հնդկական շուկան այդ թվային գիգանտների համար շատ մեծ է։ Ու իրանք ասացին, որ օքեյ չէ, սա շատ ցավոտ է շրջանառության հարկը, եկեք տենց միջազգայինորեն պայմանավորվենք շահույթի հարկման ինչ որ մեխանիզմներ մտածենք, հա։ Ու դա ոնց որ խթան եղավ, երբ որ արդեն գիգանտները իրանք են ասում,
օքեյ, եկեք մտածենք ինչ որ գլոբալ հարկման մեխանիզմ, որը շահույթը կհարկի ոչ թե շրջանառությունը, պետությունների համար դա տենց կանաչ լույս է, էլի, որ կարան արդեն այդ ամեն ինչը կարգավորեն։ Ու դա ասում եմ վերջի մի 8 տարում ընթանում է այն ինչ դու հարցնում ես, ոնց է հարկվում, մոտավորապես ամբողջ գլոբալ շրջանառությունը տարբեր բանալիներով, այսինքն տարբեր ֆակտորներից ելնելով, բաժանվում է պետությունների մեջ ու շահույթը արդեն հարկվում է տվյալ պետությունում։ Այսինքն եթե դու քո վաճառքի 90% անես Հնդկաստանում, հա, շրջանառության 90%-ը, նույնտեղ ուրիշ գործոններ էլ կան, բայց բարձեցված, հա, ուրեմն շահույթի 90%-ն էլ պիտի հարկես Հնդկաստանում։ Այսինքն ինքը մեխանիզմը ավելի շատ այդ շրջանառությունը շահութահարկի վերածելու ու բաժանելու ոչ մեծ ծանոթ կամ ոչ ընդունված, հա, դասական մեթոդներով, որտեվ միջազգային հարկային իրավունքը 100 տարի արտադրող տնտեսության տրամաբանությամբ է աշխատել։ Ինչ որ մի հատ գործարան կա, արտադրում է կոշիկ, հա, կոշիկ մեքենա, ինչ լինի, հա, բայց փաստացի նյութական արժեք է արտադրվում, ինքը 100 տարի այդ տրամաբանությամբ է աշխատել, ու հիմա տրամաբանությունը փոխվեց, երբ որ փոխվեց տնտեսության տրամաբանությունը, ճիշտ է, ուշացած, բայց տրամաբանությունը փոխվեց, դեռ ամբողջությամբ չի ներդրվել, չի կարելի ասել, որ գլոբալ գործում արդեն այդ արտադրող տնտեսության տրամաբանությունից թվային տնտեսության տրամաբանության անցնելը, բայց մենք այդ գործընթացի մեջ ենք արդեն։ Թվային տնտեսության տրամաբանություն եւ արհեստական բանականություն։ Ես հասկանում եմ, երբ խոսում ենք առհասարակ IT սեկտորի մասին, հա, դա առանձին ոլորտ է, որտեղ, չգիտեմ, հազար ու մի բան են ստեղծում, բայց արհեստական բանականությունը այո IT սեկտորից եկած գործիք է, որը մեծ հաշվով կարող է ներխուժել ամեն ուր եւ ինչ որ պահի մենք չենք կարող հասկանալ, հա, հավն է ձվից թե ձուն է հավից, այսինքն բաժանել, տարանջատել պետությունը եւ IT ոլորտը հնարավոր է։ Տարանջատել պետությունը եւ արհեստական բանականությունը որպես այդպիսին, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, հենց վերջերս կարծեմ չէ, այսինքն Ֆրանսիս Ֆուկույամայի գրքերից մեկում ընթերցեցի նրա մասին, որ առանց այդ էլ ֆինանսական համակարգը այնքան է բարդացել, հա, այդ ամբողջ հաշվարկները ֆինանսական բուրգի վերևում շատ քիչ մարդիկ են կարող գլուխ անել այդ ամեն ինչից։ Իսկ հիմա, երբ որ արհեստական բանականություն է ստեղծվել, այս համակարգը կարող ենք ինչ-որ մի պահի մենք հասնել ինչ-որ իրավիճակի, որ ընդհանրապես մարդ չգտնվի, որ գլուխ կհանի մեր ֆինանսական ստեղծած համակարգից եւ գլուխ հանի միայն արհեստական բանականությունը։ Եվ այս դեպքում այս գործիքը դառնա առհասարակ պետության կառավարման մաս, հա, այսինքն պետության ձեռքերից մեկը։ Այս ծիրով ինչ կասես։ Դե դա հարկային ծիր չի, որովհետև հարկերի տեսանկյունից մենք շատ կոնկրետ ենք։ Մենք փնտրում ենք հարկի սուբյեկտ ու հարկի օբյեկտ։ Եթե չենք գտնում, մենք սահմանում ենք։ Եթե նոր ինչ-որ բան կա, որը դեռ հարկի սուբյեկտ չի, նոր սուբյեկտ չի դառնա ինքը, ամենայն դեպս իմ բանականությունը չի պատկերացնում, որ ԱԲ-ն կդառնա հարկի սուբյեկտ։ Բայց մենք իրան կսահմանենք։ Դե իրավաբանական առումով կարելի է դարձնել սուբյեկտ, ինչու ոչ։ Այդ մարդկային էլեմենտը կորում է, սուբյեկտը ինքը պետք է անձ լինի, էլի։ Իսկ սուբյեկտը առանց իրավունքների չի կարող լինել։ Հա, սուբյեկտը պատասխանատվություն էլ պիտի կրի։ Եթե մենք ռոբոտներին փոխանցենք պատասխանատվության ինստիտուտը, դա իրավաբանական տեսանկյունից արդեն խնդիր։ Ինչ չի թվում, որ մենք դրան գնալու ենք, եթե այդքան խելք ունենք։ Առնվազն տեսանելի ապագա է։ Հա, այդ եմ ասում, իմ բանականությունը չի կարող դեռ պատկերացնի, որ մենք ռոբոտին պատասխանատվություն ենք փոխանցելու ու ըստ այդմ որպես անձ ենք դիտարկելու, հա, որպես անհատ, որպես սուբյեկտ։ Իսկ որպես օբյեկտ իրան սահմանելը մեզ համար խնդիր չի իրականում, պետք է քաղաքական պահանջ լինի, հա, այսինքն պետությունները համախմբվեն, գան այդ մտքին, որ դա պետք է անել,
Այսինքն քաղաքական կամք լինի, որ եթե օրինակ աշխատաշուկան ծանր փուլ անցնում, հա, գործազրկությունը բարձրանում է, մենք այլ հարկի աղբյուրներ փնտրենք, այսպես ասած։ Այդ առումով ինձ թվում է քո ասած ավելի պատասխանատվության ինստիտուտի հետ կապված, մենք պիտի ուշադիր լինենք, որ պատասխանատվություն գործողության համար, հա, որպես այդպեսին միևնույնն է կրի ռոբոտը արտադրողը կամ ռոբոտը ստեղծողը կամ ռոբոտի այդ intellectual property սեփականատերը, հա, իրավունք ունեցողը, այդ դեպքում ինքը կմնա միևնույնն է որպես օբյեկտ, ինչքանով ինքը կվնասի պետությանը, անվտանգային հարց է, բայց հարկելու տեսանկյունից շատ է եղել, որ մարդկանց թվացել է տենց բան չի լինի, ընդհանրապես հարկերը միշտ տենց են աշխատում, մենք նայում ենք որտեղ է պոտենցիալ արժեքը ստեղծվում ու շեղվում ենք այդ ուղղությամբ։ Օրինակներ բերեմ, հա, երբ որ Եգիպտոսում հարկել են, հիմնականում հարկել են Նեղոսի ափին ցորեն ցանող մարդկանց, որովհետև դա ամենա բարեբեր հողերն են եղել։ Երբ որ դեռ արդյունաբերական հեղափոխությունը չէր եղել, հարկում էին հողն ու գույքը։ Հեղափոխությունից հետո հարկում են աշխատանքը, երբ որ գլոբալիզացիան խորացավ, կապիտալի ազատ տեղաշարժը սկսվեց, հարկում ենք կապիտալը։ Այնտեղ որտեղ փողը շարժվում է, baby boom-ի ու այդ տնտեսական հրաշքի տարիներին ԱՀ-ն ներմուծվեց, որովհետև շրջանառությունը շատացավ։ Կրիզիսների ժամանակ եւ հետաքրքիր է, երբ որ նոր հարկատեսակ է ավելանում, հինը որպես կանոն չի վերաբերվում։ Հինը մնում է միշտ, բայց նշենք, հա։ Այո, բայց հենց պետությունները կամ հարկահավաք ինստիտուտը, հա, տեսնում է շահույթի նոր աղբյուր, այդ աղբյուրը երկար չի մնում առանց այսպես մոտենում ենք իմ մյուս հարցին։ Հենց լավ բան տեսնում եք։ Մի անգամից որոշում եք հարկել։ Հանգիստ թողեք արհեստական բանականությունը։ Ինչու հարկել արհեստական բանականություն առհասարակ, հա, այսինքն գործիքները, հա, արհեստական բանականությամբ կիրառվող գործիքները, գործիքների օգտագործումը կամ բիզնեսները, որոնք այդ գործիքները օգտագործելով կծաղկեն։ Ինչու հարկել այս ամենը։ Ոյ, մի քիչ պետքա երկար պատասխանեմ այդ հարցին։ Նախ հասկանանք ինչա պետությունը, հա, որպեսզի հասկանանք ինչու է ինքը հարկում։ Ժամանակակից պետությունը, եթե մենք մոռանանք այդ ֆիսկալ ռազմական այդ մոնարխիկ պետությունները, ժամանակակից պետությունը ֆրանսիական հեղափոխությունից հետո ունի մեկ նպատակ՝ իր քաղաքացու բարօրությունը ապահովել ու ընդհանրապես անվտանգությունը, լավ կյանքը եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը մարդակենտրոն է։ Ինքը մարդու հիմնարար իրավունքների վրա է հիմնված։ Պետության իմաստն է, որ ես ու դու որպես քաղաքացի ավելի լավ ապրենք, քան առանց այդ պետության։ Անկեղծ ասենք, միշտ չի որ կատարում է այդ նպատակը, բայց ձգտումը կա։ Ձգտումը կա, նպատակը դա է։ Նպատակը դա է։ Դե հենց լավ չի կատարում, մենք կրիզիսի մեջ ենք, բայց իր նպատակը դա է։ Որպեսզի դա աշխատի, ինքը պիտի հարկեր հավաքի, չէ՞։ Պետությունը պիտի հարկեր հավաքի։ Ընդհանրապես աշխարհում Հայաստանում դա դեռ տեն շատ չենք զգում, սուվերենիտետը ուղիղ կապում են հարկ հավաքելու հնարավորության հետ։ Այ հիմա տրիպի կամ այդ Զանգեզուրի միջանցքի ով ոնց ուզում է կոչի թեման որ կա, չէ՞։ Մենք այն օր զգում ենք դա, եթե մեր պետության մեջ ինչ որ տնտեսական շարժ կա ու մենք դա չկարողանանք որպես պետություն կառավարել, հարկել, մաքս նշանակել, չէ՞։ Մենք դրանից ինչ-որ սուվերենիտետի կորուստ ենք զգում։ Անկամ երբ չենք հասկանում, մի բան են չի։ Մի բան են չի, տեղ մի բան են չի, ու այդ զգացումը, որ սուվերենիտետը դա հարկահավաքման, մաքսահավաքման, այսինքն մեր պետությունով ուզում ես անցնես կամ ստեղ բիզնես անես, պիտի հարկ վճարես։ Մենք քեզ տրամադրում ենք ինֆրաստրուկտուրա, մեր մարդիկ աշխատում են քո մոտ, դու օգտագործում ես մեր ջրերը, կեղտոտում ես մեր էկոլոգիան եւ այլն եւ այլն։ Ու այդ իմաստով պետությունը միշտ ռեակցիա է տալիս, այսինքն մենք սենց անընդհատ սենց այս վիճակում ենք, էլի ճոճանակի վիճակում ենք մենք։
մեկ բացում ենք տնտեսությունը, ազատականացնում ենք, որովհետև պիտի հարուստները լավ ապրեն, որ աղքատներն էլ լավ ապրեն, չէ՞։ Հետո հարուստները սկսում են շատ լավ ապրել, անհավասարությունը խորանում է։ Հիմա նորից թեքում ենք աղքատների կողմը, ասում ենք անհավասարությունը շատ է, էլի, կամ կրիզիսի մեջ ենք ընկնում ու ստիպված ենք փոխում։ Հետո շատ ենք սկսում այս կողմ թեքել ու հասկանում ենք, որ օքեյ, եթե հարուստներին սենց շարունակենք այս սենց կլպել, հա, հետո էլ մարդ չի լինելու հարկել։ Նորից ազատականացնում ենք, նորից անընդհատ այս շղթայի մեջ ենք։ Այսինքն ինչու հարկել գալիս է այն պահին, երբ որ պետությունների մոտ զգացողությունը առաջանում, որ եթե ես չհարկեմ կամ չխորացնեմ անհավասարությունը կբարձրանա ու ես այսինքն ինքնիշխանության հետ կապված խնդիր եմ ունենալ։ Յուրաքանչյուր այդ սուր ճգնաժամ հասարակական կարող է բերել պետության անկման որպես կան։ Դրա համար ինչ որ մի ժամանակ ինքը ազատ է լինում, մինչև անհավասարությունը հասնում է այնպիսի մակարդակի, որ կամ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, կամ միջազգային ճգնաժամեր են լինում 2008-ի ֆինանսական ճգնաժամը, հա, ինչ որ այդ կոնյունկտուրան փոխվում է, ու նորից սկսում ենք մյուս կողմին սնել, այսպես ասած, հա, հետո նորից այն կողմ, ու սենց անընդհատ մենք ճոճանակի մեջ ենք, որովհետև որ կողմ էլ շատ թեքենք, այն մյուս կողմը չի աշխատելու երկարաժամկետ։ Այսինքն եթե մենք անընդհատ ասենք սոցիալական պետություն, օր է գալու, որ մենք հարկման սուբյեկտ չենք գրեթե համարյա ունենալու, ով պահելու է այդ սոցիալական պետությունը։ Եթե մենք անընդհատ ասենք ազատություն, տնտեսական ազատություն, օր է գալու, որ մարդիկ ուղղակի դուրս են գալու փողոց ու ասեն, էլ չենք աշխատում այս պայմաններում։ Ազատ տնտեսությունից մինչև ստրկատիրությունը մի քայլ է եւ հակառակը։ Այո, այդ քայլին կամ համարյա մոտենում ենք ու զգում ենք, որ ոյ չէ, մի քիչ հետա պետք, ոնց որ գազի տորմուզի պես։ Բայց այս պահին օրինակ առնվազն, հա, IT գիգանտների մասին արդեն իսկ որոշ տնտեսագետներ եւ քաղաքագետներ, այսպես ասենք, բան են անում, զգուշացնում են մեզ, որ արդեն համը դուրս է գալիս, որովհետեւ մենք ունենք շատ անասելի մարդկային պատմության ընթացքում դեռևս նման տնտեսական համակարգ չի եղել, որ շահույթը բիզնեսմենի այսքան մեծ լինի, որովհետև ժամանակին առնվազն շահույթի, չգիտեմ, 70-80%-ը գնում էր աշխատավարձերի։ Հիմա եթե դու Amazon-ի տերն ես, այնտեղ լրիվ ուրիշ տոկոսային տարբերություն է եւ շահույթը շատ մեծ է, գերմեծ է եւ դա բերում, այսինքն պետությունը անգամ չի հասցնում հարկելով, հա, այդ շահույթի հետևից, սա կարող է բերել առհասարակ պետության մեջ բալանսի խախտման, այսինքն կլինեն ինչ որ մարդիկ, ովքեր կլինեն, չգիտեմ, հարյուրապատիկ ավելի հարուստ քան պետությունը, հետևաբար կսկսեն թելադրել իրենց պայմանները պետությանը, այսինքն լրիվ ուրիշ իրավիճակ մենք ստանանք, շատ ավելի նման մանարխիկ պետությունների ժամանակաշրջանի։ Հա, այդ ռիսկը կա ու իրականում ասում եմ մոտ 8 տարի է այդ multinationals-ը, այսինքն այդ կոնցեռների դեմ, նույնիսկ էմոցիոնալ պրոպագանդայի մակարդակում պայքարը գնում է աշխարհում ու փորձում են մարդկանց բացատրել, թե ինչ են կան, որովհետև ինչպես դու ասացիր, այնքան բարդ է այդ համակարգը, որ հասարակ լեզվով շատ դժվար է բացատրել ինչի են օրինակ 50% աշխարհի ապրանքաշրջանառությունը ապահովող կոնցեռները, 50%, գրեթե 1%-ից ցածր շահութահարկ վճարում գլոբալ, հա։ Բայց տենց պարզ թվերով հեշտ է բացատրել, որ մի բան այն չի ակնհայտորեն, թե ոնց են դա իրանք անում դժվար է բացատրել, բայց արդյունքը այն է, որ մենք վճարում ենք մեր հարկերը, իսկ այտենց հսկայական բազմաթիվ պետությունների բյուջեից մեծ շահույթ ունեցող կամպանիաները երբեմն ամբողջ աշխարհում 1% շահութահարկ են, 1%-ից էլ ցածր է լինում, որ շահութահարկ են վճարում, ու դրա դեմ պայքարը վաղուց սկսվել է ու հիմա պետք է շատ պատմեմ դրա մասին։ Գիտես ոնց է խնդիրը, պետությունները համ իրար դեմ են աշխատում, այսինքն երբ որ օրինակ Ֆրանսիան մտցնում է Amazon-ի հարկ, հա, Ամերիկան միանգամից մաքսեր է մտցնում ֆրանսիական ապրանքների դեմ, որտեղ են որ դե մեր հայրենական Amazon-ն է, այսպես ասած, այսինքն կա մրցակցություն, որ իմ տնտեսությանը խանգիստ թող, բայց ինչ որ պահ է գալիս, որ բոլորը զգում են, որ գլոբալ է խնդիրը ու մենք չենք կարա
մի պետության շրջանակներում կառավարենք այս ամեն ինչը ու այդ ժամանակ շահերի համընկնման այդ աստիճանին երբ որ հասնում են պետությունները սկսում են իրար հետ աշխատել գլոբալ տնտեսության դեմ ուրիշ խնդիր էլ կային, որ ասում եմ, խոչիցեի կոլեցա, մյուս կողմից էլ չես ուզում այնքան խեղտես հարկերով, որ այդ նոր տեխնոլոգիաները հանկարծակի ձեռքից չփախնեն։ Այսինքն այդ նույն ընկերությունները չգնան օրինակ Չինաստան եւ այնտեղ ստեղծեն նոր տեխնոլոգիաներ եւ այնպես ստացվի, որ չինական պետությունը դառնա այդտեղ։ Օրինակ, այդ մասը, երբ որ հասնում ես ու հասկանում ես, որ օքեյ, ես չեմ ուզում իրան գնան, բայց շատ պետություններ կան, որ attractive պայմաններ են ստեղծում, տերմին կա race to the button, այսինքն պետությունները մրցավազքի մեջ են, ով ավելի շահեկան հարկային միջավայր կստեղծի, հա։ Օրինակ, որքան ես եմ տեղեկ, այսօր օրինակ Չինական ժողովրդական հանրապետությունը լավ օգտվում է նրանից, որ արևմուտքում բիոտեխնոլոգիաները բավական դժվար է զարգացնել ելնելով էթիկայի հետ կապված խիստ օրենքներից։ Չինաստանում նման օրենքներ չկան, հետևաբար բիոտեխնոլոգիաները զարգացնելու համար որոշ մարդիկ գնում են հենց Չինաստան։ Հա, դե տես գլոբալիզացիան ինքը շատ լավ կողմեր ունի տնտեսական առումով, բայց ինքը ուղիղ թշնամի է ազգային պետության, national state, որովհետև ինքը հարկային փախուստի դուռ է բացում, հա, դռներ է բացում նույնիսկ, որովհետև հենց գլոբալիզացվեց աշխարհը, պետությունները սկսում են մրցել թե ով ավելի շատ կնե, երբ որ կապիտալը սկսվում է ազատ շարժվել, ինքը կանգնում է այն կետում, որտեղ ամենաշահեկան հարմարն է, չէ՞։ Ու այդ մրցավազքը պետությունների բերում է մի պահ արդեն նենց կետի, որ բոլոր պետությունները հասկանում են, որ ավելի լավ է մենք всё իրար հետ աշխատենք, որովհետև իրանք 1% հարկ են վճարում այդ գիգանտները, ունենալով 50% ապրանքաշրջանառությունը աշխարհի, ունեն, ասենք մոտավորապես Գերմանիայի բյուջեի չափ հարկ չի վճարվում, իսկ դա հսկա տրիլիոնի հասնող եվրոյի մասն ենք խոսում։ Մոտավորապես մի այդքան էլ հարկային բեռի օպտիմիզացիա տեղի ունենում, այսինքն իրավական ճանապարհներով ինչ-որ ստրուկտուրաներ, որոնք ամբողջությամբ իրավական են, ինչի մասն է խոսքը։ Ու այդ պահը, որ պետությունները հասկանում են կամ ներսից է շարժում սկսում, հա, ժողովուրդներն են ասում։ Աֆրիկայում շատ հաճախ լինում է, որ ինչ-որ մեծ կոնցերներ, որոնք ամբողջ էկոլոգիան քայքայում են, հա, հանքարդյունաբերություն օրինակ ասենք, 0% հարկ են վճարում, որովհետև իբր վնասով են աշխատում, բայց երբ որ դու նայում ես իրանց բալանսը, ընդհանրապես հարկային բեռի օպտիմիզացիա է արած, էլի։ Այսինքն փչացնում են այդ երկրի էկոլոգիան, մարդիկ այնտեղ աշխատում են շատ ցածր աշխատավարձերով, կանադական կոնցերնը աշխատում է միլիոններ, օրինակ, հա, Զամբիայից օրինակ, ու հարկ չի վճարում Աֆրիկայում։ Սա խնդիր է։ Ու երբ որ կամ մարդիկ են դուրս գալիս այդ խնդրի դեմ, հա, ու ասում են մի բան արեք, վերջապես այս պետությունը ինչի համար է, այդտեղ այդ հարված ուղիղ, այդ ազգային պետության գաղափարին, կամ պետությունները իրենք հասկանում են, որ կամ ես էլ պիտի իջացնեմ հարկս 0%-ի, որովհետև արդեն շատ են, հա, այդ առաջարկները շատ ինֆլյացիայի է ենթարկված, կամ էլ եկեք բոլորով հավաքվենք ու դրա դեմ պայքարենք, ու այդ պայքարը 2008-ից սկսվել է, ինքը շատ ակտիվ գնում է, մոտ 100 տարի անց, առաջին այդ միջազգային հարկային իրավունքի գլոբալիզացիայից հետո 100 տարի մենք ապրել ենք արտադրող տնտեսության լոգիկայով ու 100 տարի հետո 2008-ի ճգնաժամից հետո ֆինանսական պետությունների մոտ պահանջ առաջացավ մարդկանց բացատրելու, թե բա հետո ինչ ենք անելու, հա, հատկապես երբ որ իրանք այդ too big to fail սկզբունքով մեծերին փրկեցին, պարտքերի հաշվին եւ այլն, իսկ պարտքերը ինչի հաշվին է հետո փակվում, ավելի իրավիճակը սրեցին, հա, ու դրա համար ներքին պահանջ առաջացավ մարդկանց ցույց տալու, որ օքեյ, մենք ձեր հարկերը չենք այս անգամ բարձրացնելու, այլ այն միլիարդները, որ օդում ֆռում է ամբողջ աշխարհով եւ չի հարկվում, մենք գնում ենք դրա հետևից։ Այդ պրոյեկտը 8 տարի է գնում է, 2021-ին իրականում տեքստերը ֆինալիզացվել են, 2 սյունյակ։ Դուք խոսում եք Եվրամիության մակարդակում տեքստերի մասին։ Չէ, 130
8 երկիր ստորագրել է այդ պայմանագրերը, OECD մասն եմ խոսում, ճիշտ է OECD-ին 38-40 տենց անդամ ունի, բայց այդ պրոյեկտը ինքը հեղափոխական էր, որովհետև OECD-ին հասավ նրան, որ 130, չեմ ուզում խաբեմ, 8 կարծես երկիր, իսկ դա քիչ չի, էլի, աշխարհի մասշտաբով ստորագրել են այդ թղթերի տակ ու կարևորը ինդուստրիալ երկրներ է, կարևորը Ամերիկան, որից հիմնականում գալիս են այդ մեծերը, ստորագրել են այդ թղթերի տակ, բայց հիմա էլի նորից կոնյուկտուրայի հետ կապված իմպլեմենտացիայի փուլում էլի դանդաղել ենք, էլի պիտի մի պահ գա, որ ժողովրդին բացատրելու կարիք լինի, բա հիմա հարկենք, հա, որ էլի այդ թեման արդիականանա ու առաջ գնա, այսպես ասած։ Շատ հետաքրքիր տեղ հասանք։ Okay. Զրույցով, որովհետև թվում էր թե խոսելու ենք տեխնոլոգիաների եւ պետության հարաբերություններից, բայց փաստացի հասանք մի կետի, որ մենք հաճախ խոսում ենք, որ մեր ազգային պետություններին սպառնում է, չգիտեմ, արժեքային փոփոխությունները եւ չգիտեմ, ավանդական արժեքների վերացումը, բայց փաստորեն դաշտը, որտեղից մենք վտանգ ենք փնտրում, որտեղ մենք վտանգ ենք փնտրում, շատ սխալ ենք ընտրել։ Իրականում հենց տնտեսության գլոբալ փոփոխությունը, թվային տնտեսությունը կարող է շատ լուրջ սպառնալիք լինի ազգային պետություններին որպես կառույց։ Ցավոք սրտի, այո, ու Հայաստանի տեսակետից մի բան ասեմ, այդ միջազգային հարկային իրավունքը մոտավորապես սենց է աշխատում։ Մի առաջին կետով որոշում ենք հարկային թխվածք տորթը, հա, pie chart, ինչ մեծության է, գլոբալ, որովհետև էլ ազգային կառավարել չի լինում։ Երբ որ տնտեսությունը գլոբալ է, կառավարումն էլ պիտի գլոբալ լինի, հա։ Որոշում ենք ընդհանուր գլոբալ հարկային տորթի չափը, դա առաջի կետն է, որի շուրջ պիտի պայմանավորվի, այսինքն հարկային բեռը ինչքան պիտի լինի գլոբալ։ Երկրորդ կետով որոշում ենք, թե որ երկրին այդ տորթից ինչքան է հասնելու։ Ուստեղ են Խրիմյան հայրիկի թղթեշերեփը, ինչքան պետությունները տնտեսապես, քաղաքականապես թույլ են, այնքան այդ բանաձևերը, որոնք մտածվում են այդ գլոբալ տորթը բաժանելու համար, իհարկե ավելի տանում են տորթը դեպի ինդուստրիալ պետություններ։ Այսինքն մեզ համար վտանգը նաև կայանում է նրանում, որ գլոբալ որոշումները այդքան էլ արդար չեն ընդունվում, հա, ով ինչքան ուժ ունի, այնքան էլ փորձում է այդ տորթից պոկի տանի իրան։ Իսկ հարկերի շուրջ այդ կռիվը մեր քաղաքակրթության սկզբից կա ու ինչքան լինենք մենք, այնքան լինելու է, հա, այդ կռիվը, թե ով ինչքանն է հարկում կամ ով ինչքանն է կարում դրանից Իրանովանի, այսպես ասած։ Բացի հարկային դաշտից, մենք այստեղ տեսնում ենք մեկ այլ տենդենց, վերջի տարիներին առնվազն անզեն աչքով նկատելի կդառնա, այսպես ասած թվային իզոլյուցիոնիզմի մասին է խոսքը, հասկացվեց ամեն ինչ Չինաստանից, բայց այնպես էլ չի, որ այսինք նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, ես հավատացած եմ, որ ինչ որ մի երկրի հետ կիսվում էր տեխնոլոգիաներով, պայման է դնում, որ այդ տեխնոլոգիաները չպետք է հասնեն Չինաստան, այսպես ասած երկաթե վարագույրի փոխարեն սիլիկոնյան վարագույր կա աշխարհում եւ մի կողմից մենք տեսնում ենք Ռուսաստանը, որը ամեն օր ավելի է փակվում իր ներքին ռեսուրսները փորձելով, այսինքն այս փակվելը նույնպես կարող է բերի այդ ձեր ասած սցենարի հակառակին, որ ամեն երկիր ինքը իր տեխնոլոգիական դաշտի համար ունենա իր հարկային համակարգը, բայց փոխարենը տեխնոլոգիական դաշտը շատ ավելի փակ լինի։ Ազգային տեխնոլոգիական նայեք, եթե տնտեսությունը գլոբալացվում է, հարկային իրավունքն է հետևից գնում։ Եթե մենք նորից տնտեսությունը հետ ենք բերում ներս, ու այդ նույն շղթանը, հա, ազատություն տալ տնտեսությանը, հետ բերել նորից ազգային պետություն, ազատություն տալ, հետ բերել։ Ու դա անընդհատ է տեղի ունենալու, որովհետև ոչ այն է կատարյալ, ոչ այն։ Իրանք երկուսն էլ բերում են մի վիճակի, որ հակառակ բևեռը չի աշխատում։ Եթե երկար ենք մնում, էլի այդ կողմում։ Այսինքն այդ կշեռքը ինքը որպեսզի բալանսում մնա, մենք պիտի անընդհատ մի կողմից գնանք այն կողմ ու նորից հետ գանք այս կողմ։ Այնպես որ դա կարա պատերազմների միջոցով էլ լինի, հա, ռեսուրսների վրա վերահսկողությունը։ Լավ խորհուրդ մեր եթերում։ Փորձեք։ Չէ, բայց հարկերը միշտ դրան ռեակցիա են տալիս ուղղակի, այսինքն եթե մենք ազատ տնտեսության ժամանակաշրջանում ենք գլոբալ, մի որոշ ժամանակ դա այդպես բաց մնում է ու
քանի որ անհավասարությունը եկամուտների բաշխման աճելու է, ինչ որ պահից պետությունները դրան ռեակցիա են տալիս ու ասում են սիրելի ժողովուրդ, մի մտածեք, դուք մեզ նորից ընտրենք, մենք էսա գնում ենք այս չար ձյաձաների հարկերը հետ բերենք պետություն։ Ու նորից շատ են դա անում, սկսվում է այդ մրցավազքը, ինչ որ մի պետություն մեկը որոշում է, որ ես խելացին եմ, ես կմտցնեմ բանկային գաղտնիքի ինստիտուտ օրինակ, հա, ամենքը մի բան հորինում է, որպեսզի իր կողմ քաշի ու այդ ամեն ինչը անդադ սկսվում է։ Խնդիրը նրանում է, որ մենք որ կողմում էլ լինենք, գլոբալ չի աշխատում այդ ամեն ինչը։ Գլոբալիզացիան չի աշխատում երբեք 100%-ով։ Օրինակ, եթե մենք ունենանք 100%-անց կոմունիզմ, ինքը կաշխատեր։ Այլ բանա թե ինչ կունենանք արդյունքում, հա, բայց ինքը կաշխատեր, եթե մենք ունենանք 100%-անոց ազատ շուկա, պետություններ գրեթե չենք ունենա, բայց ինքը կաշխատի որպես այդպիսի։ Ուղղակի քանի որ միշտ ինչ որ մի տեղից սկսվում է հակառակ ուղղությունը, միշտ ինչ որ մեկ ավելի խելացի է ու փորձում է այդ ստեղծված իրավիճակից օգուտներ քաղել, հա, հիմա էլ այն կողմ ենք թեքվում, մենք տենցնենք։ Քո սցենարը։ Ահա։ Քո սրտի սցենարը։ Հարկային փոփոխությունների, հարկային դաշտի փոփոխությունների կապված արհեստական բանականության հետ եւ ինչ ես կարծում Հայաստանը դեռ շուտ չի այդ մասին մտածի թե չէ։ Նախ իմ սրտի սցենարից անկախ ԱԲ-ի մասով ինձ թվում է մենք հիմա դեռ սենց շատ ինչ որ սենց էքսպերիմենտալ փուլում ենք, ես մասնագետ չեմ, ինչ ասում եմ զուտ իմ պատկերացումներն են։ Մենք մի օր մի բան խոսում ենք, մի շաբաթ հետո դա այլևս ակտուալ չի, էլի։ Բայց այդ էքսպերիմենտները ինձ թվում է ֆիլտրվելու են, մենք վերջում ունենալու ենք մի 4-5 կամպանիա երևի։ Ես տենց եմ պատկերացնում, ես չեմ պատկերացնում, որ հիմա իրանք շահույթով են այս ամեն ինչը անում, էլի։ Ինձ թվում է այս մեր պատկերացրած ամեն օր նոր բանա լինելուն մի օր էլ չի լինելու։ Չգիտեմ, ես տենց եմ պատկերացնում, զուտ շահույթի տեսանկյունից էլ մի օր էլ չի վաճառվելու այդ ամեն ինչը, էլի։ Այդ շուկան ինքը մի հատ շունչ կքաշի, կհանգստանա։ Ես տենց եմ պատկերացնում, չգիտեմ, բայց ես մասնագետ չեմ ԱԲ-ի, էլի։ Ինչ վերաբերվում է հարկմանը, ես վստահ եմ, որ մենք որպես գլոբալ միություն պետությունների գալու է օր, որ շատ ցավացնելու ենք իրանց այն իմաստով, որ մենք իրանց հարկելու ենք այնքանով, որ մեր բյուջեները անվտանգ ապահովված լինեն, հա։ Մենք դրան հասնելու ենք որպես պետություններ միանշանակ։ Դա կարա տևի մի 20 տարի, մի 50 տարի։ Բայց դրա համար նաև պետություններին մասնագետներ են պետք, որոնք գլուխ կհանեն այդ համակարգի, այսպես ասած, անցուդարձից, որ հասկանան ինչը հարկենք, ինչի համար հարկենք։ Մի բան ասեմ, օրինակ այդ թվային տնտեսության հարկումը ինքը մտածված է շատ պարզ, որովհետև մենք հասել ենք իրոք բարդության մի մակարդակի, որ այդ բանալիները, հա, որով մենք այդ շրջանառությունը բաժանում ենք պետությունների մեջ, հնարավորինս պարզ լինի։ Դա տենց պահանջ էր, որ մարդկանց կարողանանք նաև բացատրենք 8 տարի, որ սենց 138 պետությունով քննարկեցինք, վերջը ինչ որոշեցինք։ Այսինքն շատ բարդացված համակարգը ինքը բերում է մի վիճակի, որ դու փորձում ես այնքան պարզ կարգավորես այդ ամեն ինչը, որ գլուխ անես։ Դա այդպես էլ կարող է լինի, որ ԱԲ-ի մասով էլ մենք շատ պարզ լուծումներ մտածենք հարկային տեսանկյունից, որպեսզի ժողովրդին, հա, մեր ընտրողին կարողանանք բացատրենք, թե ոնց է դա աշխատելու։ Ինչն ենք հարկում, ինչպես եւ որտեղ։ Խնդիրը այն էր, որ տնտեսությունը շատ պարզ էր, արտադրող տնտեսությունը, երբ որ միջազգային հարկային համակարգը, այս գիտությունը որպես հա սկսել է զարգանալ, տնտեսությունը շատ հասկանալի է եղել։ Այդ արտադրող տնտեսության վրա է կառուցված ամբողջ տրամաբանությունը։ Այդ դեպքում կարա իրավունքը բարդանա, բայց երբ որ համակարգը ինքն է սկսում բարդանալ, իրավական կարգավորումը սկսվում է պարզանալ, որպեսզի մարդու ուղեղը այդ ամեն ինչը ընկալի, էլի, հասկանանք ինչ ենք անում գոնե։ Այնպես որ հարկման համակարգը միշտ սուբյեկտ, օբյեկտ, սահմանում ենք այդ երկուսը ու հարկում ենք, թե հիմա այնտեղ այդ ամեն ինչը ոնց է զարգանում, այդքան մեր խնդիրը չի լինելու, խնդիրը լինելու գլոբալ կոնսենսուսի գալ։
Այսինքն պետություններին համոզել, որ ավելի բոլորիս շահեկան է, բոլորիցս շահերից է բխում կարգավորել այդ բնագավառի, հա, այդ տնտեսության ճյուղի հարկումը, քան ամենքս անենք նենց ոնց մենք ենք պատկերացնում։ Մենք ստեղ նաև որոշակի բաներ էլ ունենք, չէ՞, տենց այդ քննարկման ընթացքում, չնայած դրա մասին մի թեթև այսօր էլ խոսեցինք, բայց քննարկման ընթացքում parzելու հարցեր։ Օրինակ դիցուք ես ունեմ փոքրիկ բիզնես եւ չունեմ ոչ մի աշխատող, որովհետեւ գործը իմ աշխատողների անում է արհեստական բանականությունը։ Այս դեպքում ինչպես ենք դիտարկում, եթե ես չունեմ աշխատող, ես այդ աշխատուժի համար, հա, ես այդ աշխատողների համար ես իրանց աշխատավարձ չեմ տալիս, ես նաեւ հարկ չեմ տալիս։ Չէ՞, իրանք չկա, բայց եթե դա որպես գործիք է կիրառվում, այս դեպքում էլ գործիքի հարկ ես կտամ, թե չեմ տա։ Այսինքն մի քիչ շատ դժվար է, էլի, այս սահմանն անցնել, եթե քո մոտ, չգիտեմ, արհեստական բանականությունը փոխարինում է 5 աշխատողի։ Տարբեր մեթոդներ կարելի է մտածել։ Կարելի է այնպես վարվել, կարծես as-if, հա, կարծես թե այդ ռոբոտը աշխատող է, ֆիկտիվ։ Ֆիկցիան իրավունքի մեջ շատ ընդունված ինստիտուտ է։ Այսինքն մենք առանց նրան իրավունք տալու եւ պատասխանատվություն տալու մենք կարող ենք զուտ հարկային իրավունքը ունի sense մի հատ շատ հետաքրքիր առանձնահատկություն, ինքը քաղաքացիական իրավունքից անջատ է։ Մենք հիմնվում ենք տնտեսական իրականության վրա։ Այսինքն կարող ենք քաղաքական ցիվիլ քաղաքացիական իրավունքով մի բան կարգավորել, որ մեզ լրիվ նորմալ թվա, հարկային իրավունքը ասի շատ հետաքրքիր է իհարկե, բայց ուրել իմ փողերը, այո, մենք տնտեսական լոգիկան ենք հարկում, հա։ Այնպես որ դա հարկերի համար բացարձակ մտածումի խնդիր կլինի։ Օրինակ բերեմ, հա, դու կարող ես Գերմանիայում նստել էլ կարող ես երևի, չգիտեմ, անօրինական գործարք անել, բայց հարկեր վճարել դրա համար։ Այսինքն դու լինես քրեական կամ քաղաքացիական օրենսգրքից դուրս, բայց օրինապահ շատ պատկերացնում Հայաստանում։ Okay։ Դու կարող ես լինել օրինակ մարմնավաճառ, որը թույլատրված չի, հա, բայց մի հատ հարկերդ պիտի վճարես, նոր հետո հլը տենանք այդ ինչ է իրանում։ Այսինքն եթե փող ես աշխատել, մենք հարկում ենք ստեղծված արժեքը, հա, եթե դու փող ես աշխատել ինչ որ մի բանի միջոցով, որը պիտի չանեիր, Okay, այդ հետո հələ կպարզենք, բայց հարկը պիտի վճարես։ Ուզում եմ ասեմ, հարկը այդ քաղաքացիական իրավունքին տենց շատ չի հետևում։ Մենք տնտեսական։ Հիմա ոնց կարելի է անել։ Այս պահին ընդհանրապես մի օրինակ կա, Հարավային Կորեան։ Հարավային Կորեան է հələ փորձում այդ ԱԲ-ն հարկելու ինչ որ մոդել մտածել, հա։ Իրանք գիտես ոնց են դա անում, որպես ծախս չեն թողում հանես, այսինքն քո շահութահարկի բազան աճում է այն ծախսերը, որ դու մտածում ես, որ կարաս հանես, ստեղծման փուլի հետ կապված կամ ձեռքբերման նայած, հա, դու ես ստեղծել այդ ԱԲ-ն, թե գնել ես ուրիշի։ Այդ ամբողջը չես կարողանում նվազեցնել հարկման բազան հաշվելիս։ Դա օրինակ է, այսինքն դու դրանով արհեստականորեն իր շահութահարկի բազան բարձրացնում ես։ Դու կարող ես իրան դիտարկել որպես աշխատող ֆիկտիվ, առանց քաղաքացիական պարտավորություն եւ այլն փոխանցելու ու ասել եկամտահարկ պիտի վերցնեմ դրա համար։ Այսինքն հարկերի բնագավառում մենք չունենք այդ խնդիրը, որ ասում եմ ինչ գեղեցիկ կլինի նաեւ սև շուկա։ Երբ որ սկսեն հարկել արհեստական բանականությունը, հասկանալի է, չէ՞, որ մի ամբողջ սև շուկա կձևավորվի թաքուն գործիքների, որոնք դեռ պետք է պետությունը գտնի, հայտնաբերի, մի հրաշք։ Դե ինչքան գլոբալ տնտեսական զարգացում ենք ունենում, ասում եմ, ինքը այնքան ուղիղ հարվածի տակ է դնում ազգային պետության գաղափարը ու այդտեղ մենակ հարկերը չեն։ Դու պիտի կարողանաս ժողովրդավար մնաս, որպեսզի քո ժողովուրդը վստահի քո համակարգին ինստիտուտներին։ Դու պիտի կարողանաս տնտեսական կրիմինալը
հայտնաբերես, ցույց տաս, պատժես եւ այլն եւ այլն։ Դա ուղիղ մարտահրավեր է, լավ չասեմ հարված է, բայց մարտահրավեր է, Պետք է գլոբալ։ լինես ժողովրդավար եւ պետք է նաեւ ուժեղ մնաս։ Այո, Մարդիկ հասկանան, որ կգա պետություն, կպատժի, եթե տեսնեն, որ պետությունը ի վիճակի չէ պատժեի, դեպքում այդ 2008-ից հետո, չգիտեմ ինչի Հայաստանում դրա մասին քիչ են խոսում, այդ ճգնաժամից հետո ֆինանսական, որ սկսեց թվային տնտեսության հարկման թեման, հա։ Օրինակ շատ հետաքրքիր Քեմերոնը օրինակ Անգլիայից, հա, ինքը այտենց աչական նայիփր կանգնեց, ասեց ես կողմ եմ ցածր հարկերին, բայց ես կողմ չեմ անարդար ցածր հարկերին։ Ու սեն ժողովրդին սկսում են բացատրել, որ պանիկայի չենք վատնվում, մենք այստեղ ենք որպես պետություն, մենք էսա այդ հարցը կլուծենք, այնտեղ որտեղ լիքը արժեք է կուտակվում ու անարդար հարկեր չեն մուծվում, մենք էսա այդ հարցը կլուծենք։ Ու երբ որ կա ժողովրդի պահանջը, դրա համար շատ կարևոր է ժողովրդավարական պետություն լինելը, որպեսզի պետ աշխատողը լինի իր նպատակը որն է, իր ժողովրդի բարօրությունը ապահովելը, չէ, որպեսզի ինքը ճնշում զգա տնից ու գնա այդ միջազգային կոնցեռների դեմ պայքարի։ Հայաստանում վաղ չէ խոսալու։ Իմ դիտարկումներով մենք բավականին տեխնո-օպտիմիստ ենք։ Եվ Հայաստանը առհասարակ անգամ ձգտում է, որ այնպես անի, որ տեխնոլոգիաները մաքսիմալ շատ կան Հայաստան, որ մենք շատ այնց հաբ դառնանք եւ այլն, հետեւաբար հարկելու մասին շատ խոսել, անգամ եթե հարկվում են, բայց շատ խոսել տենց չի խրախուսվում։ Ես գիտեմ, որ մենք IT ոլորտը, չէ, լավ ցածր ենք հարկում օրինակ։ Որոշակի արտոնություններ ճգնաժամի հետ կապված տրվեց։ Բայց ինչ որ 1%-անոց հարկ չկա Հայաստանում։ Չեմ կարող իմ ասած ոտքի վրա։ Ինչ որ IT ոլորտին շատ արտոնություն ենք տալիս, զուտ իրանց Հայաստան ներգրավել։ Այդ race to the bottom-ի մեջ ենք։ Ավելին ասեմ, IT ոլորտը բողոքում է, որ դա շատ քիչ է։ Ուրիշ երկրները շատ ավելի շատ արտոնություններ են տալիս եւ դուք չեք կարող։ Դու ասում ես, տես ես աշխարհի մասշտաբով քեզ արտոնություն եմ տալիս 5 տարի հետո հայտնվում են 5 այլ պետություններ, որոնք ավելի շատ արտոնություն են տալիս ու դու կորցնում ես այդ տնտեսական ճյուղը պլյուս հայտնվում ես քո ընտրողին առաջ պատասխանատվության առաջ իրան բացատրելու թե բա ուր կորավ այդ տնտեսությունը, հա, բա այդ խոստացված ինդուստրիան ուր է, աշխատատեղերը եւ այլն։ Դրա համար պետությունները շատ արագ գալիս են այդ մտքին, որ այդ race to the bottom այդ քաղաքական մոտեցումը իրականում վերջում ոչ մի պետությանը օգուտ չի տալիս, օգուտ տալիս է միայն գլոբալ շարժվող տնտեսությանը։ Հայաստանում կարծում եմ շուտ չի, Հայաստան կարա փորձի իհարկե դեռ մասնակցի այդ race to the bottom-ին, նորմալ է որ մենք ավելի են կողմնենք, որը փորձման ներգրավի, բայց օրինակ հիմա այդ իմ ասած պրոյեկտի երկրորդ սյունը սահմանել է գլոբալ 15% նվազագույն շահութահարկ։ Եթե Հայաստանը հարկում է 15%-ից քիչ, այն երկիրը, որը պոտենցիալ, որից եկել է, հա, այդ ներդրումը Հայաստան ուղղակի Հայաստանի տեղը հարկում է, այսինքն Հայաստանը էլ չունի այդ հետաքրքրությունը 15% չհարկելու, որովհետև այդ տնտեսվարողը մեկը գլոբալ 15% մուծելու է, չմուծի Հայաստանում, կմուծի ուրիշ միտեղ, էլ ինչումն է առավելությունը, չէ։ Ու արժի, որ Հայաստանը մասնակցի ապագա քննարկումներին, որովհետև ասում եմ այդ տորթը, օքեյ, չափը որոշել է հիմնականում ինդուստրիալ երկրներն են որոշում, բայց հետո այդ տորթի կտորները թե որ պետությունը ինչքան է ստանում, քննարկման ու բանակցությունների առարկա են, էլի, ու արժի, որ մենք այդ 138-ի մեջ լինենք, չգիտեմ նույնիսկ Հայաստանը ստորագրել է 2021-ին է ստորագրվել Հռոմում այդ թղթերը 8 տարի բանակցություններից հետո ու դա շարունակվելու է անկասկած։ Շատ լավ, շատ շնորհակալություն, ինչ ասեմ, շարունակենք հետևել տեխնոլոգիական զարգացմանը, թվային տնտեսության զարգացմանը, հույս ունենանք, որ դա չի բերի ազգային պետությունների կոլապսի, մենք ասում ենք նոր ենք սկսել ազգային պետությունը, մեզ հետաքրքիր է, մենք ուզում ենք շատ տևի այս պրոյեկտը, որքան հնարավոր է երկար,
շատ շնորհակալություն։ Քեզ շնորհակալություն Լիա։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրեր հարկայի խորհրդատու Բերլինի կիրառական համալսարանի դոկտոր պրոֆեսոր Սաթենիկ Մելքոնյանը կհանդիպենք։ Շնորհակալություն։